Ես խորհրդային բանակում ծառայության համար թոշակ էի ստանում, որը կնոջս բավականացնում էր։ Իսկ ինձ ոչինչ պետք չէր։ Համազգեստը անվճար էր, սնունդը անվճար։ Փողը պատերազմի ժամանակ ինչ էի անելու։ Ինձ հասանելի աշխատավարձի փողով ավելի լավ էր մի քանի ավել նռնակ կարողանայինք գնել։ Հայկական բանակի բոլոր հիմնադիրները նույն այդ մոտեցումը ունեին։ Վազգեն Սարգսյանից սկսած։ Վազգենը իսկապես տաղանդավոր տղա էր, համեստ էր ու պատասխանատու։ Երբ ես հրաժարվեցի նախարար դառնալուց, պարզ դարձավ, որ Վազգենն է նախարար լինելու, բայց նա ամենայն անկեղծությամբ ասաց. Ես բան չեմ հասկանում военном деле. Վազգեն, դա, очень. Այո, ասել էր, որ ռազմարվեստից քիչ բան է հասկանում։ Նա օբյեկտիվ էր գնահատում իր հնարավորությունները, բայց սովորելու ու կատարելագործվելու զարմանալի տաղանդ ուներ։ Նրա հայրենասիրությունն ու նվիրվածությունը անսահման էին։ Ես նրան ասացի՝ դարձեք նախարար։ Մենք զինվորականներս ձեզ ամեն ինչում կօգնենք։ Դուք ղեկավարեք, իսկ ես կզբաղվեմ բանակաշինությամբ։ Ու ես դարձա անկախ Հայաստանի զինված ուժերի առաջին հրամանատարը ու պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։ Իսկ երբ զինված ուժերի հայեցակարգը ընդունվեց, երբ բանակը արդեն ձևավորվեց, ես երկրի գերագույն հրամանատարին, այսինքն նախագահի անունով զեկույց գրեցի եւ խնդրեցի վերացնել զինված ուժերի հրամանատարի պաշտոնը, քանի որ այն այլևս անհրաժեշտ չէր։ Արդյունքում ստեղծվեց զինված ուժերի գլխավոր շտաբը, որը եւ դարձավ ազգային բանակի ուղեղը, ու ես դարձա գլխավոր շտաբի պետը։ Բոլորիս նպատակը այդ տարիներին մեկն էր, որքան հնարավոր է շատ տարածքներ ազատագրել։ Բայց խնդիրը այն էր, որ մեր քաղաքական առաջնորդներից ոմանք չափից շատ մեծ ուշադրություն էին դարձնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին։ Ամեն այդպիսի բանաձևից հետո մենք կանգ առնելու հրաման էինք ստանում։ Մենք այդ բանաձևերի պահանջները կատարում էինք, իսկ Ադրբեջանը արհամարհում էր դրանք։ Իրենք օգտվում էին հրադադարի հնարավորությունից նոր զենք, ռազմամթերք կուտակելու համար։ Արդյունքում ստացվում էր, որ ՄԱԿ-ը ոչ մի խնդիր չէր լուծում, բացի Ադրբեջանին շունչ առնելու հնարավորություն տալուց։